ای جان ای جان ای جان شیخی حسن سلطان سلطان سلطانی ای میرانی Եզդիական օրացույցում այսօր տոն է, կլոճասարե սալե, տոնը սկսվում է եզդիների կողմից հանգուցյալների շիրիմներին այցելությամբ, ինչը կարևոր խորհուրդ ունի, այսպես կարևորվում է եզդի ժողովրդի հոգևոր ավանդույթները, որտեղ կարևոր տեղ ունի նախնիների նկատմամբ հարգանքը։ Այս տարի այս գեղեցիկ տոնակատարությանը մասնակցեցինք Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում։ Գյուղի եզդի բնակչությունը իրենց հոգևորի առաջնորդությամբ եւ ուղեկցությամբ առաջին հերթին համախմբված այցելում են գերեզմաններ։ دینه شرفتینه مذهب دینه عزیز ملک فرخدینه قاصد رحیم سجادینه جلات سریم ناصر دینه حج مگش تاجی توای قبل دوره کانیا سپی لالشان نورانی دواموره Ներ եզդի ազգը ինքը իր հավատքը չի փոխել։ Մնացած ազգերը բոլորը իրենց հավատքը փոխել են, բայց եզդի ազգը մնացել է հավատարիմ իր հավատքին մինչև առայժմ։ Ամեն մի ազգ իր սովորույթներով, իր տրադիցիաներով է սիրում։ Մենք էլ մեր շեխերի, մեր փիրերի, ասասներով, մեր պապիների, մեր ապուպապերի անելիքներով պահել եւ պահպանել ենք մեր յուրաքանչյուր տեսակատարությունները։ Մենք եզդի ազգը, որ այսօրվա օրով նրանք պատրաստում են գաթա են թխում։ Կլոչ են թխում։ Մեր մոտ կոչվում է կլոչ, գաթա են թխում եւ այդ պահպանել ենք միջև հիմա։ کلوچه سر سالش برا بمبارک و قبول بر همه ره پیشمه Կլոճասարե սալեն եզդիական ամենագեղեցիկ եւ մեծ խանդավառությամբ նշվող տոներից մեկն է։ Եզդիական ազգային տոնացույցում կարևորագույն տեղ զբաղեցնող։ Տոնը խորհրդանշում է նոր տարվա սկիզբը եւ գարնան գալուստը։ Այն համարվում է նաեւ նոր կյանքի սկիզբը, որը ըստ եզդիական ավանդության սկիզբ է առնում հենց գարնանը։ Կլոճը հայաստանաբնակ եզդիների մոտ նշվում է մարտի 13-ից հետո առաջին 5 օրը։ Չորեքշաբթի օրը ընտանիքի ամենատարեց կինը թխում է տարեսկզբի կլոճը, մեծ գաթան։ Իսկ 5-շաբթի վաղ առավոտյան տան գլխավորը սկսում է կտրել այն, բաժանելով ընտանիքի անդամների միջև։ Ըստ ավանդության, եթե մետաղադրամը կամ ուլունքը լինում է սրբի կամ հրեշտակի անունով կտորի մեջ, ապա նա այդ տարի համարվում է ընտանիքի հովանավորն ու պաշտպանը։ Իսկ եթե ընտանիքի անդամին է բաժին հասնում, ապա այդ տարի նրան մեծ հաջողություններ են սպասվում։ Մեր ժողովրդի մեջ այսպես մի տրադիցիա կա Չգիտեմ որ դարերից է եկել հազարավոր տարիներ մեր հոգեվերական դասի կողմից եւ դուք գիտեք որ մենք երդիներս մենք հրեշտակներին ենք պաշտում հրեշտակապետ բայց մի աստվածային մարդիկ ենք աստված մեկը դուրը հազար մենք բոլորս էլ դա գիտենք բայց աստված ունի իր սիրեցյալներին ունի իր ոնց ասեմ հրեշտակներին որոնք այս երկրագունդը ղեկավարում են Այո, մենք դրանց համար տարին մեկ անգամ գարնան տոնա կոչվում, սաղ գարնան տոնա կոչվում ապրիլ մարտ ամիսից, որտեղ գարունը դա ծաղկունը, գարունը ամեն ինչի նորությունն է, բերքն է, բարիքն է, ամեն ինչը կախված է գարունից։ Մենք սա կոչում ենք գարնան տոն եւ երկրորդն էլ մեր եզդիների համար սա որպես նոր տարի ենք կոչում, նոր կյանքի մեջ ենք մտնում, նոր սերունդն է գալիս, նոր ոնց ասեմ Ծինն ասկսվում, հա, ամեն ինչի, հա, սերունդն է նոր դուրս գալիս եւ այդ մեր դավանքի մեջ այդ մի բանը մնացել է մինչեւ այսօր մենք որտեղ էր որ լինենք, որ երկրումն են լինենք, մեր բոլոր եզդիները այսօրը նշում են կլոճասարե սալե դա կլոճը կլորա լինում անպայման, այո կլոր տեսք ունի, դա երկրագունդ է եւ բաժանվում է 7 հրեշտակների համար Նրանց անունով ենք կտրելու այսօրվա կլոճը 7 հրեշտակների անունով որպեսզի այդ հրեշտակները մեզ պահապան լինեն չարիքից թող պահեն մեզի թող ծլեցնեն երկրի թող խաղաղություն տան թող բոլորին էլ աստված են կանչում թող բարի գարուն լինի բոլորին համար
Այո, եւ մենք այսօր այցելում ենք մեր գերեզմանոցները, այցելեցինք գերեզմանոց ննջեցյալների համար հոգեվոր դասեր ասեցինք, հոգեվոր օշնակներ ասեցինք մեր ննջեցյալների համար։ Այո, այսօր եզդիները այցելում են նաեւ գերեզմանոց, որտեղ նոր գարնան համար մենք նրանց նոր խեր ենք տալիս, դա խերա կոչվում, ամեն մի օջախում, որ ես դու օջախն եմ մտես, այսօր սեղանը տրած, խեր են տալիս, շեխերը, փիրերը այնտեղ հավաքվում են եւ օշնում ենք։ Մի մեծ օշնակ ենք տալիս բոլորին։ Եվ ես հիմա այդ 7 հրեշտակների անունով այս կլոճը պետք է տանեմ այն սենյակ, կտրեմ նրանց համար եւ մենք կլոճի մեջ դնում ենք ուլունք։ Մեր կլոճը թխում է 7 համեմունքից։ Դրանցից առաջինը ջուրն է, մարդը առաջի չի կարաբրի, ալուրն է, դասանունդ է մարդկանց համար, աղն է, աղը առանց աղի չես կարա կերակուր պատրաստել, ձուն է, ձվով են անում, դա էլ երկրագնդի նման մի պես բան է, հետո յուղը, տնական լավ անարատ յուղով ենք պատրաստում, հետո շաքարավազը, քաղցրավենի քալինում հետը, էլ որը, 7 ամիմունքով պետքա պատրաստվի այս կլոճը, և այդ ձևի անցելա մեզ, մենք էլ այսօր 7 համեմունքով այդ կլոճը պատրաստում ենք և բաժանում ենք 7 մասի, այդ ուլունգը մեջնա, մենք չգիտենք հիմա որտեղ ուլունգը գտնվում, երբ որ բաժանում ենք կտրում ենք, ուլունգը որ մեկին ընգավ, ուրեմն տարին իրան լա, նա տարվա հաջողակն է, նա տարվա տնտեսվարն է, նա տարվա բերք ու բարիքը բոլորը նա է բախշում ժողովրդին։ Ես այսօր հիմա սա իմ մրիդի օջախն է, որպես շեխ, որպես տան շեխը, ինձ հրավիրել են, որ ես իրանց համ գերեզմանոցում օշնեմ, համ օջախում օշնեմ, համ էլ կլոճը իմ գլխավորությամբ այսօր կգտրեմ։ Կլոճը ընդհանրապես տան ղեկավարն է կտրում, տղամարդ պետք է անպայման կտրի։ Ես էլ որպես այս օջախի հոգևոր շեխ, ես կարամ փոխարինեմ գլխավորին եւ կտրեմ այս կլոճը բաժանեմ իրանցը։ Թույլ կտաք։ Թույլ կտանք, կտրեք։ Ես հիմա մեկ կորշնեմ մի րոպե։ Ես հիմա կորշնեմ, նոր տանեմ կտրեմ։ Միշտ այսպեսի ուրախ տարիներ հասկացնենք Շիրին Բոլորի օջախներում թող լինի ազգատան, բոլորի տարին շնորհավորում եմ, թող լինի ուրախ տարին բոլորի համար եւ գարնան գալիքներ, թող Աստված տա բերք ու բարիք լինի բոլոր ժողովրդի համար։ Մենք երկիներս ցանկանում ենք բոլոր աշխարհում խաղաղություն լինի, կլոճը թող լինի խաղաղության կլոճ բոլորի համար։ Դուք էլ կարող եք եկել Bravo, բարեք վիրուսն է։ Կլոճ ասարեսալե բմբարեք փիրոզբը։